Ավտոմեքենայի կառուցվածքի դասեր սկսնակների համար, մաս 16-րդ, բենզինային պոմպ կամ բենզանասոս։ Բենզանասոսը պատասխանատու է բաքից շարժիչին վառելիք մատակարարելու համար, առանց դրա վառելիքը չի հասնում համակարգին և շարժիչի գործարկումը դառնում է անհնար։ Ժամանակակից ավտոմեքենաների մեծ մասում օգտագործվում է էլեկտրական պոմպ, որը տեղադրված է հենց բաքի ներսում։ Այսպիսի տեղադրումը ապահովում է հուսալի սառեցում և նվազեցնում է աշխատանքի ժամանակ առաջացող աղմուկը։ Մեքենայի գործարկման պահից անմիջապես հետո պոմպը սկսում է ճնշում ստեղծել վառելիքային համակարգում։ Բենզինը անցնում է ֆիլտրով և հասնում ֆորսունքաներին։ Եթե ֆիլտրն աղտոտված է, պոմպը սկսում է աշխատել գերբեռնվածությամբ և արագորեն մաշվում։ Երբ վառելիքի մակարդակը բաքում ցածր է, առաջանում է գերտաքացման վտանգ, քանի որ բաքի ներսում սառեցումը դառնում է անբավարար։ Բենզինային պոմպի կայուն աշխատանքը կախված է ֆիլտրի մաքրությունից և բաքում վառելիքի բավարար մակարդակից։ Այս պայմանները երկարացնում են պոմպի ծառայության ժամկետը և ապահովում վառելիքի հուսալի մատակարարում շարժիչի աշխատանքի բոլոր ռեժիմներում։